Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, երեխաներից տանում եմ դպրոց, մանկապարտեզ, հա, դու արդեն տեղ ես? Ով? Դե թոմանա? Այնքան են ուտը, որ խոզերը տրակը են։ Ջան, էսա մեքենան գալիս է, 2 րոպե սպասեք, ցեխի մեջ չկանգնեք, հա ջան։ Եղանակներ էլի խառնվում է իրար։ Այդտեղ խելոք կանգնեք։ Ում ես նայում։ Հա, գալում է։ Չի գալիս։ Տումանա։ Գալիս, այսա կգա։ Հարևանի հավերը դրսում են։ Առավոտից երեկում ման են գալիս հենց։ Մեքենայով բերում են կաթերը բաժանում, գնումով կաթ առնեմ։ Դնում են իրանց տանդեմ, էլի տալիս են ու գնում են։ Ջան, տաքսին գալիս է։ Շատ առավոտ շուտ պետք է զանգես տաքսի, որ խոզաժամին նստել լինի։ Տաքսիները քիչ են, գյուղում է զանգերը շատ։ Նոր ավտոբուս ասցավ։ Գնաց, են կոմ գնաց։ Սպիտակ ավտոբուս էր։ Ой, արդեն գրած է, ներսյան։ Չգա։ Աղջիկներս վերջապես երեխեքից բերեցի ստրասի տաքսին, ուղիղ 30 րոպե ուշացավ, որովհետև ազատ տաքսի չկար, ազատ մեքենա չկար, հա, դրա համար մտածում էի կարող է ուշանան, Էրիկը 7:55 է հասե դպրոց, Արսենը ուղիղ ժամը 8-ին, այստեղ արդեն 8-ից հետո փակում են ու զգուշացնում են էլի, որ մինչև ժամը 8-ը անպայման երեխաներին բերեք մեկ ուշանա, որովհետև արդեն դռները փակվում է մի խոսքով, վախենում է ես էլ նկատողություն ստանամ, բայց հասցրեցինք փարկասը, ահա, երեխեքիս տեղավորեցի, հիմա ուզում եմ վազելով տուն իջնել, որովհետև մեքենա չկա, ես էլ մի ժամ չեմ կանգնելու այս ցրտին մեքենա սպասեմ, հələ եղանակին նայեք։ Նոր գարուն է գալի աղջիկեք ջան, եղանակը այնքան տաք է, որ ծառերը նորից ծաղկում են, կլուբլիկները տեսակ արդեն ծաղկել են, նոր գարուն է սկսվում։ Այս տարի մի հատ անկոս չկար, այ, թե չէ շարոց կպատրաստենք, նայեք ինչ սիրուն է։ Շարոցի համար խելքս գնում է, երբ Ստավրապոլ էինք ապրում, 2018 թվականներ կարծեմ, 18 կամ 17, այդ թվականին մոտավորապես 40 կիլո ընկույզ էինք հավաքել,
Նույնիսկ Հայաստան ուղարկեցինք, այսպես ընկույս ու այդ ժամանակ մեր այդ խոհանոցը որ տեսնեիք, այնքան էինք շարուց պատրաստել ես ու Աննան, նույնիսկ վաճառում էինք։ Շուկա էինք տանում, համը տեսել էին աղջիկեք ջան, ուզում էին։ Բնականաբար մենք է վաճառում էինք 17 թվականին։ Հələ որ այդ ժամանակ այդ ընթացքը վաճառեցինք վերջացավ, հենց մեզ շուկայում տեսնում էին, ասում են էլ շարուց չունեք վաճառելու, այդ այնց համով էր լինում։ Բայց հիմա էլ ընկույշ չկա, բոլոր ծառները դատարկ են, բերք չկար այս տարի նորմալ։ Մենակ տանձը, դե տանձի սոկ փակեցի, մուրաբա արեցի ու վերջ։ Նայեք ինչ սիրունա։ Մեկ էլ այս 33 տարվա մեջ առաջի անգամ սերկևիլով ջեմ եմ պատրաստել մի հատ յուրահատուկ համ։ Ես ընդհանրապես չէի պատրաստել, առաջի անգամ պատրաստեցի ու շատ ընտիրը ստացվեց։ Հիմա այսօր տանեմ այդ տատիկը, որ մեզ հյուրասիրել է, մի աման էլ ես իրեն հյուրասիրեմ ջեմ, համը տեսնի, հələ նայեք, շատ սիրուն ոխր, բուրդոյ ծաղիկների համար խելքս գնում է, բուրդոյ գույնի համար էլ ոչ թե ծաղիկների։ Էլինա ջան, գրում էին Աննա ջան, լուսը վարես, վարի։ Լուսը վարում է, իսկ մենք ինչ ենք անում, բնականաբար սուրճ ենք խմում։ Քանի որ ես տանը մենակ եմ այս պահին երկու բալիկների հետ, ես եմ Էլինան և Սոֆոչկան։ Բարև ձեզ։ Սուսան տատիկը և Աննա Հարսիկը գնացել են հիվանդանոց Մարիային են տարել, որպեսզի սպրավկա վերցնեն գան։ Հետո Սուսան տատիկ ուզում ամենից թթու դնի, այսինքն ոչ թե մեծ, այլ ուզում է թթու դնի, ուզում է մի հատ մեծ վեդրո առնի, դույլ, որպեսզի թթու դնի։ Ունել ես կլինի մոտավորապես 30 լիտրա, թե 40, այսպես ոչ կարելի ասել, բայց այդ շատ մեծ է, էլի, հիմա այդքան մեր չափաբաժնով թթու չենք դնում, դրա համար մի հատ 20 լիտրանոց վեդրո էր ուզում, չգիտեմ, տեսնենք ինչ ձև դույլ կբերի Սուսան տատիկը, ճուշտ։ Իսկ ես ինչ եմ անում բալիկների հետ, մի հատ կոպե ենք խմում ու պետքա խմոր պատրաստեմ, ուզում եմ գաթա թխեմ, ուզում եք գաթա, մաման գաթա թխի, ոչ, բա ինչ թխեմ, բան է, ինչ, բան է, ինչ ես ուզում մաման թխի, եսա Սոֆյան կքնի, եթե Սոֆյան արդունա, պետքա գրկած մանգած, եթե չես գրկում, ինքը խելոք չի մնում, ինչա, ջուրը տրեցի, մնաց կոֆեն լեսնեմ, մորացա կոֆես կցեմ, Էլինա, կաղա բուրկի թխեմ, կոֆե, հա կոֆե խմելու, ինչի, հլը ճբա, կոֆե խմելու, խի Էլինա, ինչ ես անում ջուրը, խմեցիր, է խմի, չունես, ջուրը տաքա, լնայք ինչ անում, լնայք ինչ անում, վազում է, վազում, հայտա, ինչ ես տեսի, հե Սոֆիա, մատիկ, Моя красотка. Çıksın.
No, միքսվի։ Չի կարելի աչքերին քսել։ Չի կարելի։ Բախի է մաման քսել։ Չի կարելի աչքերին քսել։ Բախի է մաման քսել։ Ջղայնանում ես մամայի վրա։ Ահա։ Մալադեց, ճիշտ ես անում։ Չի կարելի։ Չի կարելի։ Վայ, ջղայնանում ես մամայի վրա։ Ահա։ Չի կարելի քսվել, էլ չեմ քսվի։ Մեկ ասում է սասեջին բարև մի դուր, մեկ ասում է մի քսվի։ Ահա, ինչ ես Արսենինն է։ Արսենինը չերիկինն է։ Երիկինն է։ Հլնայք, ամ պչում է խռում է, ննդեր պչի։ Լպչի։ Լավ է ձևերը գիտես, Էլինա։ Լպչի։ Ուժեղ։ Ուժեղ ես պչում։ Ապրես։ Մալադեց իմ աղջկա։ Աստեղ կարմիր բերեցա չորանում։ Խոնավացել է։ Թողած մաման կոֆե խմի, թե չի կարելի։ Խմեմ, թույլ ես տալի։ Կոֆե խմելու։ Խմեմ։ Ինքնին ընկերուհին է։ Լասա մամա կոֆե խմելու։ Խմեմ։ Ինչի համար սպասիբա։ Пожалуйста. Здорові. Անկար ծերդ չգցես։ Всё, почекайте. Կոֆե չեմ խմի, ասում եմ ձերդ կոֆե խմեմ։ Սապոչկային քնացնեմ ու անցնենք, տեսնենք ինչ ենք պատրաստում։ Համ գաթա եմ ուզում, համ տաքած եմ ուզում, քանի պանիր ունենք, կարելի է տաքած թխել, հետո էլ ինչ եմ ուզում։ Տրամադրություն զսոր թխելու հետ է կապված։ Դեպս ինչ եմ կարա գործ անեմ, որովհետև ցուրտ է։ Ոչ միայն ցուրտ է, նաև թաց է չես կարող մանգալ։ Ինձ թվում է մի քիչ անձրև է եկել։ Երեք լավ հասցրեցի, այդ կրակը վառեցի, վերջացրեցի, այդ Գյորգին էլ եկել է գործից, ասում է գնամ այդ հապ տանեմ, թափեմ, ասում ու շատ ես ամբողջը վառել եմ, մոլադեց, ասում է կնիկ։ Ապա։ Ունգով։ Ինչի բեկալ։ Պլաննեմ այսօր լողանալ է Էլինանա։ Մոտեցնում այսօր մինչև ժամը 1 կլողացնեմ։ Ես մազեր իրա որ քուտիցա անընդհատ ասես կպնում է իրար։ Всё, пицко. Իդու ես նայում անատես կամերային։ Alessa, no. No. Это Элина, Դեդի դեր, դե մի խանգար, բարև ձեզ։ Եկեք կոֆե խմելու։ Ողջույն հարգելիներս, այսօր միասին պետք է պատրաստենք շատ համեղ ռուլետ։ Քանի որ անցած վլոգնում տեսել եք պատրաստել եմ սերկևիլով ջեմ, որոշեցի այսօր պատրաստել շատ համեղ ռուլետ, իհարկե սերկևիլի ջեմով։ Մեզ ինչ է անհրաժեշտ, ամենառաջինը տրամադրությունը բարձր լինի եւ ամենակարևոր բաղադրիչը այս ամեղությունում դա սերն է, որպեսզի պատրաստենք սիրով։
Ես պատրաստ եմ, սերը պատրաստ է, այնպես որ միասին պատրաստում ենք շատ համեղ բերանում հալվող ռուլետ։ Դե ինչ, անցնում ենք պատրաստման եղանակին եւ այս համեղությունը վայելում ենք համ թեյով, համ սուրճով։ Պատրաստ եք, անցանք պատրաստման եղանակին։ Մի հատուկ տեսքը նայեք, համի մասին էլ չեմ խոսում, որովհետև շատ համեղ է, շատ փխրուն է, շատ ընտիր է ստացվել։ Պատրաստեք սիրով եւ գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին։ Դե ինչ, անցնում ենք պատրաստման եղանակին։ Ռուլետ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 5 հատ ձու, Հարելուց հետո աղջիկներս մաս ավելացնում ենք շաքարավազը։ Շաքարավազը 150 գրամ է։ Ես բոլոր բաղադրիչները մեկնաբանությունների բաժին կգրեմ։ Ավելացնում ենք 5 ճաշի գդալ բուսայուղ, նորից հալում ենք։ Հարիչը մեզ անհրաժեշտ չի, վերցնում ենք մյուս ձեռքի հարիչը։ Մեզ ուղղակի պետք է, որպեսզի շաքարավազը լավ լուծվի։ Հիմա ինչ ենք անում։ Ինչ ենք անում։ Նկարում ենք։ Վերցնում ենք 5 ճաշի գդալ մածուն։ Մածունը մենք ենք մերել, տնական մածուն է։ Ուզում ես ուտես, ավելացնում ենք 1 թեյ գդալ սոդա։ Ակտիվացնում ենք, հա, լավ խառնում ենք եւ ավելացնում ենք մեր թաց զանգվածին։ Մամա, պապի։ Էսա բալես մի վայրկյան։ Թող ոզիչ։ Մայդայե։ Դու նկարես։ Իդայե։ Խաղում ես, ահա։ Մամա։ Օտոտո։ Շատ ընտիր մածուն է ստացվում։ Մենակ մածունով ենք մերում աղջիկներ ջան, թթվասեր, շաքարավազ, աղ, ոչինչ չենք ավելացնում։ Ահա, ավելացնում ենք մեր թաց զանգվածին։ Ավելացնում ենք վանիլ, հետո նոր արդեն ալյուրը մաղելով կավելացնենք։ Վանիլը մոտավորապես 7-8 գրամ։ Օտոտո։ Օտոտո։ Եվ պիրոգա։ Մածունա։ Մածունա։ Մածունով է մաման պատրաստում։ Ահա, հիմա ալյուրը մաղելով ենք ավելացնում, որպեսզի մեր խմորը թթվածինով հարուստ լինի։ Ալյուրը 8 ճաշի գդալ է։ Դուք կնայեք խմորի պինդ եւ ջրիկ լինելուն։ Ալյուրներ կան շատ են ջուր վերցնում, ալյուր կա շատ քիչ ա վերցնում, այնպես որ զգուշ կլինեք։ Որտեղ նստես բալես։ Այդտեղ չի կարելի նստել, այդտեղ մաման գործ է անում։ Նստում են աթոռի վրա։ Այդտեղ չի կարելի նստել։ Չի կարելի, այո, այդտեղ չի կարելի նստել։ Չի կարելի աթոռի վրա նստել։ Ահա։ Չի կարելի։ Բա որտեղ է կարելի նստել։
Ահա, մեր խմորը արդեն պատրաստ է, սիրուներ։ Ջեռոցը միացնում ենք 140 ջերմաստիճանի տակ եւ թխում ենք։ Զգուշ ենք լինում, որպեսզի չվառվի։ Պատրաստ է։ Ոչ շատ ջրիկ, ոչ է շատ պինդ խմոր է ստացվում արդյունքում։ Ահա, աղջիկներս, պատրաստվում եմ տեղափոխել ջեռոց, կթխվի եւ կմիանամ ձեզ։ Արդեն նշեցի, թխելու ենք 140 ջերմաստիճանի տակ։ Նախապես ջեռոցը կտաքացնեք, որպեսզի արդյունքում ընտիր ռուլետի լիստ ստանաք։ Ահա եւ վերջ աղջիկներս, մեր համեղությունը արդեն պատրաստ է, պատրաստվում է շատ հեշտ, շատ արագ ու ամենակարևորը շատ համեղ։ Միջուկը ցանկացած տեսակ կրեմներ կարող եք պատրաստել։ Վրան կարող եք ցանկացած տեսակ կրեմով զարդարել, ինչպես որ դուք եք ուզում, պարտադիր չի շաքարի փոշի ավելացնեք եւ այլն։ Ցանկությունը ձերն է։ Կարևորը խմորն է, որպեսզի ընտիրը ստացվի եւ ամենակարևորը դա սերն է, որ սիրով պատրաստեք։ Դե ինչ սիրուններս, ես թե եմ դրել, որպեսզի այս համեղությունը վայելենք։ Մեր թեյը արդեն պատրաստ է, ռուլետը ինչպես տեսնում եք նույնպես պատրաստ է։ Հիմա գնում ենք համ տեսելու։ Մեզ բարի ախորժակ, իսկ ձեզ բարի դիտում, դուք էլ պատրաստ եք, մեկնաբանություն եմ անպայման կկիսվեք, տեսնեմ ձեր մոտ ինչպես է ստացվել, արդյոք համեղ է ստացվել, թե ոչ, անպայման եթե պատրաստ եք կգրեք, չմոռանաք լայքել եւ միանալ մեր ալիքին։ Ես ձեզ անչափ սիրում եմ եւ գնահատում եմ, կհանդիպենք շատ շուտով, շատ համեղ բաղադրատոմսերով։ Աղջիկեք ջան, ռուլետը թխեցինք, համ տեսեցինք, կերանք, կարելի ասել ընդամենը 3 օր մնացել։ Հիմա երիկս տուն եկավ, տնայիններն արեցին, վերջացրեցինք, էլի նային քնացրել եմ։ Արդեն ժամը 3-ն է, 4-ն է կներեք։ Գյորգին գալիս աշխատանքից, մենք էլ ես ու երիկս գնում ենք Արսենին վերցնենք, Արսենի մոտ։ Հա ջան։ Ես ցեցի հրախոս նայեցի, потом Элина это видео նկարեց, ասա նկարեց, ասա վալեցեք, ասիկս ինչ ասանա, Էլինա ասեց վալեցեք։ Էլինան մյուս հեռախոսից վերցրել է ու իր համար վլոգ է նկարում, բարև ձեզ ասելով, սաղ ամբողջ տանով մեկ ման է գալիս, բարև ձեզ։ Հարսիկն էլ այդտեղ տեսնում ասում, ինչ ես անում, ասում, բարև ձեզ եմ անում։ Ապագա վլոգերուի է մեծանում։ Երեխեն ինչ տեսնում այն է սովորում, մաման կամերան ձեռքը խոսում է, ինքն է բնականաբար նույն ճանապարհով է գնում էլի վլոգերական։ Աղջիկեք ջան, գնանք Արսենին վերցնեմ, քանի որ անցած շաբաթ ուրբաթ օրն էին, 5 շաբթի ուրբաթ պետք է երեխեքը գնային։ Արսենին տարել է իր վասպիտացիալը գրել էր, որ հազում է, թողեք 2 օր տանը մնա, հետո նոր կգա։ Երեքը գրել ասում, սպրավկա վերցրել ես, ասի չէ, իմ երեխեն տանը ընդհանրապես չի հազացել, չեմ էլ տարել։ Ահա Գյորգին եկավ։ Էս կոմար Երիկ ջան։ Ինչ էլ արագ ակշում, նստի Երիկ ջան, էս կոմարի։ Мама, привет!
Ետ Ոնտեք, դիսա։ Նայ Բարև ձեզ Նայ Մենակ ասում եմ բարև ձեզ Վլոգ նկարում աղջիկս Հա Ասեք բարև ձեկ, Էլինայի Պատահական Էրիկը տեսնում է, որ Էլինան իրան վիդեո նկար անել, բեր ասում է մամնա նայ Էլինան ինչ անում, բարև ձեզ անում Ապա ինչ անեմ, ուզում սաղ ծիծաղենք Ծիծաղեցինք բարես Այդ դեսում են տունը այրեն չենք խոսան Հապա Նայք երեխես ինչ վարշ հայերեն է խոսում Բարև, Էլինա տորկը արելեն են խոսում Տորկը հելեն Ահա Բարև ձեկ, ինչ ես անում Ասում մամամ կարամ ուստե նստեմ, ռուլետ է իդխամ Ասի չէ, աթորին նստի, ասում աթորին չի կարելի նստել Աղջիկըտ Դու, Մարիան Չէ, Էլինան Էլինան վլոգ է նկարում, Էլինայի վլոգը Արդեն կամանց կամերան ձեռքն է առնում Ասա բարև ձեկ Եկոց ուժե Արսենին կտանենք, քանսին պետք է գնանք Տալոնի վրա գրածանը Հա, չէ, այդքան շուտ չենք գնա Իրենքած քանիս այլի Տենց ժամը 2-ի նոր դուրս կգանք 1:30 Աղջիկներս այստեղ գնումներ եմ Քանի որ սիրում եք գնումներ, այդ իսկ պատճառով ցույց եմ տալիս ձու ենք վերցրել թթվասեր, կեֆիրներ, որը որ շատ ենք օգտագործում, շատ ենք խմում։ Ասում են Աննա ջան, ինչու Սուսան տատիկը մածուն չի մերում ասիրելիներս, ուղղակի շաբաթը ընդամենը կարողանում ենք 3 լիտր կաթ գնել, եւ այդ 3 լիտրը մածուն ենք մերում, երեխեքը մենակ մածունով են փլավ այդպես ամեն ինչ ուտում, դրա համար այդ մածունները թանովապուր չենք պատրաստում, այլ կեֆիր ենք գնում, նոր ենք պատրաստում։ Այստեղ ինչպես տեսնում եք, հյութեր է, կեչուպ է, մի խոսքով այն ամենը, ինչ անհրաժեշտ է տանը։ Դրա համար մածուն մերում ենք, շատ ընտիր մածուն է ստացվում, այ որ տեսակ պիրոգը թխում եմ, այդ մեր սկեսուրիս մերած մածունն է, ընդհանրապես ներսում չկա թթվասեր, չկա շաքարավազ, աղ, մենակ մաքուր մածուն է եւ ընտիր մածուն է ստացվում արդյունքում։ Այդպես աղջիկիկ ջան, այստեղ բրինձ է շիլաների համար, մայոնեզ Այստեղ յոգուրտներ է երեխաների համար, սկեսուրս որ խանութ է գնում, սոկ, յոգուրտ, ինչ ասես, այսպես հավաքում եւ բերում է երեխաների համար, մակարոնների տեսականիներ է, մանկական մակարոններ էլ կա, տառերով, հա, կեչուպներ, տղաները որ աշխատանքի են գնում, կեչուպ էլ են իրենց հետ տանում, այնտեղ հաց ուտելու ժամանակ ուտում են, դրա համար այդպես 2-3 տուփ են գնում, դե աղջիկներ ջան։ Հյութեր մեզ համար, շաքարավազ կոլա եւ այլն։ Այսօրվա գնումներն էլ այսքանն են սիրուններս, այսքանով վերջացնում ենք այսօրվա վլոգը, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։ Ես ձեզ անչափ սիրում եմ, գնահատում եմ, մնացեք խաղաղությամբ, մինչ նոր հանդիպում։